Արմենիացիների վերաթափանքար, բարակսասնության, Տիկին Անդրեասյան, հիմնական հարցս ծիծաղնապահների հուշահամալիրին է վերաբերվում։ Ուզեի ճշտել, թե նորոգման աշխատանքները որ կետից երբանից կշարունակեք, ինչքան գիտեմ, հոկտեմբերի վերջից կամ իրավունված չէ, կամ մասնակի են։ Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ես ամեն շաբաթ ինքս լինում եմ հուշահամալիրում, վերջին անգամ եղել եմ դեկտեմբերի 30-ին, դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն են աշխատանքները դադարեցվել և հունվարի 5-ից վերսկսվել են, իսկ ձեր նշված ամբողջ ժամանակահատվածում աշխատանքները ընթացքում են եղել։ Շատ լավ, շնորհակալ Տիկին Անդրեասյան հարցս ավելի շատ վերաբերում նրան, թե արդյոք բաց կլինի հուշահամալիրը ապրիլի 24-ին այս տարվա, այսինքն այցելություններ Հուշահամալիրը այսօր էլ է բաց և որևէ օր չի փակվել և հուշահամալիրը բնականաբար մեծաքանակ մարդկանց համար էլ հուշահամալիրը, թանգարանը բաց են և որևէ օր և որևէ ժամ չեն փակվել։ Դրանք չեն փակվելու որևէ օր և որևէ ժամ, այդ թվում նաև ապրիլի 24-ին։ Ինչ վերաբերում է, թե ձեր հարցը ուղղված է նրան, որ արդյոք այս պահին սկսված աշխատանքները ավարտին հասցված կլինեն, այո, և դրա համար այնտեղ արվում է անհրաժեշտ ամբողջ աշխատանքը։ Մենք արդեն սկսել ենք 3 մույթերի քարե սալերի տեղադրման աշխատանքները, այդտեղ բնականաբար լրացուցիչ մասնագիտական քննարկում տեղի ունեցավ այն պահին, երբ որ արդեն սալերը տեղադրվում էին, և կարող եմ վստահաբար ասել, որ մասնագիտական հանրույթի հետ ամենահնարավոր մասնակցային ձևաչափով քննարկվելով աշխատանքները արվում են պատշաճ որակով և իմ ամեն շաբաթյա այցելությունների ժամանակ ինձ հետ են նաև մասնագետներ և ես յուրաքանչյուր այցի ժամանակ առանձին անդրադառնում եմ մասնագիտական հնարավոր դիտարկումներին ու պետք է ասեմ, որ որևէ մտահոգություն մեր քաղաքացիները կարող են չունենալ։ Հուշարձանը այսօր էլ բաց է, ովքեր ուզում են այցելել, ապրիլի 24-ին էլ սկսված աշխատանքները ավարտված կլինեն։ Տիկին Անդրեասյան, իսկ հայց ներկայացրել եք դատական, հայտարարել եք, որ որոշ… Այո, ներկայացրել եմ, մնացածը… Ինչ փուլում է։ Նախարարությունը ներկայացրել է համապատասխան հայց, այդ տեղեկատվությունը հասանելի է Dataalex համակարգում, քանի որ դատական գործընթացը ես որևէ մեկնաբանություն ինքս կգերադասեմ չտալ, իմ պահանջը այդտեղ արտացոլված է և ես այդ մասին առիթ ունեցել եմ ասելու, որ զրպարտության, միտումնավոր ապատեղեկատվության և մնացած բոլոր հանգամանքների համար մարդիկ պետք է բնականաբար պատասխան տան, ինչը ես ակնկալում եմ, որ մեր դատական համակարգը կքննի և վճիռ կկայացնի։ Ես ներողություն եմ խնդրում, մեկ փոքրիկ հարց, ուղղակի սա արդեն կլինի։ Իմ ամբողջ հարցը Տիկին Անդրեասյանը հատ պատասխանել բոլոր կոմպոնենտներին։ Փոքր մի բան է ուղղակի հետաքրքիր է, թե այսօր մասնակցում եք դպրոցի փաստորեն նորոգման, փաստորեն կառուցման վերջնական աշխատանքին, բայց մենք ունենք Սյունիքում օրինակ դպրոց, որը խոշորացման է ենթարկվում, խոսքս Դավիթ Բեկի դպրոցի մասին է, որտեղ մեր հարցումների ժամանակ մեր թղթակցին բնակիչները բողոքում էին հասանելիության, այսինքն Արցվանքի դպրոց տեղափոխման, մատչելիության, բացակայության մասին։ Ուղղակի ուզում եմ հետաքրքրվել, թե արդյոք ունեք քննարկումներ, թե ինչ ձևով են այդ երեխաները տեղափոխվելու տրանսպորտի հարցը ինչպես է լուծվել։ Նայեք, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 300 դպրոցների շրջանակներում մենք ինչպես ունենք առանձին դպրոցներ, ինչպիսին հենց այս դպրոցն է, այդպես էլ ունենք կրթահամալիրներ, որոնք մի քանի տարբեր գործառույթ են իրենցում ամփոփում, մասնավորապես այդտեղ կարող է լինել նախադպրոցական կրթություն, կարող են լինել այլ կրթական ծրագրեր, դա կարող է հանդես գալ որպես տվյալ բնակավայրի համար մարզական և մշակութային միջավայր։ Եվ բնականաբար կրթահամալիրները կարող են ծառայել նաև մեկից ավելի բնակավայրերում բնակվող երեխաների, որպեսզի դա հնարավոր լինի, պարտադիր բաղադրիչ է, որպեսզի ամբողջությամբ նորոգված լինեն ճանապարհները, որոնք տանում են դեպի կրթահամալիր, և եթե երեխաների տեղափոխման մասին ենք խոսում, ապա պարտադիր պայման է, որպեսզի լինեն նոր գնված տրանսպորտային միջոցներ հատուկ այդ նպատակով, վերապատրաստված վարորդներ, ուղեկցողներ, որոնք կապահովեն նաև տեղափոխության անվտանգությունը։ Քանի դեռ այս 3 բաղադրիչը մեկում չկան, ապա նման գործընթաց չի կարող իրականացվել։
Եվ սա ես ասում եմ նաև մեր բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գուցե լրացուցիչ բարձրաբանման կարիք ունեն, կրթահամալիրը կարող է ծառայել շրջակա բնակավայրերին այն պարագայում, երբ որ այս 3 բաղադրիչները առկա են։ Սա կառավարության քաղաքականությունն է, որը ի սկզբանե հայտարարված է, եւ մենք հետևողական աշխատանք ենք տանում, որպեսզի կրթահամալիրների կառուցման զուգընթաց նաև ճանապարհները ու տրանսպորտային միջոցները տեղի լինեն եւ կարողանան ամբողջականացնել այս համակարգը։ Հենց այս պահին մենք տրանսպորտային միջոցների գնման գործընթացում ենք, վերջերս կառավարությունը առանձին որոշում կայացրեց տրանսպորտային միջոցների գնման առանձնահատկությունները սահմանող, ճանապարհներով զբաղվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, մեր յուրաքանչյուր քաղաքացի կարող է հանգիստ լինել, կառավարության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեր յուրաքանչյուր բնակավայրում հասանելիություն ունենա այսպիսի պայմանների, առանց իր բնակության վայրը փոխելու, եւ կրթահամալիրների ծրագիրը հենց այդ հնարավորությունն է տալու։ Շանթերստանգերություն Տիգրան Վլադիմյան, Տիկին Անդրեասյան, ձեր պաշտոնավարման մեկնարկից անցել արդեն 3 տարի 1 ամիս։ Այս ընթացքում կա որոշում, որ կցանկանայիք չընդունել, եւ որն է այն չափելի ցուցանիշը, որ քաղաքացին ինքն ասի այս վերջին տարիների ԳԳՄՍ բարեփոխումները հաջողվեց։ Գիտեք, քանի որ մեր նախարարության ընդգրկման ոլորտները տարբեր են, գուցե ամեն ոլորտի ներկայացուցիչ իր ոլորտին վերաբերող մի բան պիտի ասի։ Օրինակ, մենք գտնվում ենք դպրոցում։ Դպրոցները պետք է մի ցուցիչ ունենան այդ աշխատանքը չափելու, մշակույթի ոլորտը մեկ այլ ցուցիչ, սպորտում մեկ այլ, եւ կարծում եմ լավ կլինի, որ մարդիկ իրենք պատասխանեն, ոչ թե ես նրանց փոխարեն գնահատական տամ։ Ինչ վերաբերում է կայացված որոշումներին, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ղեկավար աշխատանք նախ եւ առաջ պատասխանատվություն է անհրաժեշտության դեպքում դժվար որոշումներ կայացնելու։ Դա անբաժանելի է կառավարման ֆունկցիայից եւ թերևս կան որոշումներ, որոնք շատ դժվար են տրվել, բայց եթե այդ որոշումները կայացված են, ուրեմն այդ որոշումները տեղին են եղել։ Իհարկե, բոլոր դժվար որոշումները յուրաքանչյուրը կուզեր ինքը չկայացներ, եւ բարեփոխումներին վերաբերող բոլոր որոշումները այդպիսիք են։ Երբ որ փոփոխություն ես ակնկալում, պետք է ակնկալես, որ այդ փոփոխությունները պարզաբանելու, իրազեկելու, ներկայացնելու, քննադատության հանդիպելու ակնհայտ իրողությանն են դեմ առնելու եւ մարդկանց